Պարկասու, ուրեմն մտքի շուրջն եմ խոսելու, կա աստվածային միտք, կա մարդու միտք և կա սատանայի միտքը և հաճախակի մարդիկ խառնում են բոլորը իրար, ես մի անգամ չէ, որ ականատես եմ եղել, երբ որ սատանան խաբել է մարդուն թվացել է, թե աստված է իր այդ խոսում, և մի անգամ չէ, որ տեսել եմ մարդը ինչ որ ինքը մտածում է, կարծում է, թե աստված է իրան հայտնել, և մեկ ասում է, որ Տերը ինձ սենց ասեց, բայց իրականից տեսնում եմ, որ իր գլխի մտքերն է, որովհետև աստված այդպես չի խոսում, մեզ պետք է հոգևոր հասունանալ, որովհետև ասում են նրանք, որ հոգևոր հասուն են, նրանց զգայարանները վարժա զանազանելու Աստծո ձայնը։ Մենք մեր ներսի աշխարհը, եթե քննենք, մեր մտքի աշխարհը, դա մի անծայրածիր տեզերք է։ Ուղղակի մեր մտքի աշխարհը մենք չենք կարողանում հաճախակի այնտեղ կենտրոնանանք, որովհետև սա սահմանափակված ենք, շատ սահմանափակ ենք, այս աշխարհում էլ շատ զբաղված ենք, ավելի շատ աշխարհի հոգսերով, քան թե ներսի աշխարհով։ Դրա համար մեզ պետք է մի փոքր խոսենք այս մասին և երբ մտքում սպանում ես մեկի կամ ատում ես, դրա համար ոչ ոք քեզ չի դատում, չէ՞, քրեական ոչ մի պատասխանատվության առաջ չես կարող կանգնել, որովհետև մտքիդ մեջ ես արել, օրինակ մտքիս մեջ նորիկին սպանեցի խոսքի, դրա համար ինձ ոչ ոք չի դատում, բայց իմանաք, որ դա վավերական է հոգևոր աշխարհում, նույնիսկ հոգևոր աշխարհում ավելի խիստ է, և որոշները մտքում այնքան մեղքեր են գործել, և դատապարտված են, և ցավալիորեն Աստծո փառքից ընկած են, և այդպես էլ չեն հասկանում կամ չեն նկատում, շարունակում են այդպես ապրել։ Իմ քարոզի նպատակը նա է, որ մենք սրբենք մեր մտքի աշխարհը, որ մեր մտքերն էլ աստվածային լինի, որ մեր մտքերն էլ մաքուր լինի, որպեսզի կարողանանք աստվածահաճո կյանք ապրել։ Լավ, քարոզը բարձ լինելու համար։ Ուրեմն, երբ դու չար ես մտածում, սատանային ես մոտիկանում, սատանան էլ քեզ է մոտիկանում, բայց երբ Աստծո կամքն ես փնտրում, Աստծո կամքն ես փնտրում մտքիդ մեջ, Աստծուն ես մոտենում, և Աստված էլ քեզ է մոտենում, ասում է մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ, ինչպես, նրա կամքը փնտրելով, ինչպես մոտենանք Աստծուն, երբ որ մենք երանելի է այն մարդը, որ գիշեր ու ցերեկ Աստծո օրենքի վրա է մտածում, Աստծո խոսքի վրա է մտածում, որովհետև նա նման կլինի մի ծառի, որ ջրի մոտ է տնկված, որ երբեք նրա տերևը չի թափվի, միշտ կանաչ կլինի և միշտ պտուղ կտա։ Երանելի է այդ մարդը, որովհետև նա նման է այդպիսի մի ծառի։ Գիտեք, շատ կարևոր է, որ մենք նման լինենք, մեր մտքերը նման լինի Աստծուն և միշտ փնտրենք նրա կամքը, երբ որ սկսում ենք փնտրել, Աստված ընդառաջ է գալիս, երբ որ դուռը թակում ենք, Աստված բացում է, երբ որ խնդրում ենք, Աստված պատասխանում է, ցավալիորեն խնդրելը, դուռը թակելը, փնտրելը դա մեր բաժինն է, չենք անում, ցավալիորեն չենք անում, և հաճախակի ասում ենք, բա ինչի Աստված մեզ այսպես չարեց կամ չպատասխանեց կամ մեր ուզածը չարեց, բայց ուզում եմ իմանաք, որ առաջին հերթին, առաջին կարևոր բանը, դա մեր բաժինն է, որ փնտրենք Աստծո կամքը, չնայած այդ ներգործությունն է Աստծոց, բայց մենք պետք է մեր բաժինը հավատարիմ անենք։ Ուրեմն Կողոսացիս 3:1-2 խոսքերը ասում է, եթե Քրիստոսի հետ հարություն առաք,
ապա խնդրեցեք մյուս թարգմանության մեջ, փնտրեցեք վերևինները, որտեղ Քրիստոսն է նստում Աստծո աջ կողմը, վերինները մտածեցեք, ոչ թե երկրի վրայիններինը։ Փաստորեն կա վերևի բաներ, երկնային, վերիններ նկատի ունի երկնայինը, կա երկնային մտածելակերպ եւ կա երկրային մտածելակերպ։ Եվ երբ որ հավատացյալը չի կարողանում զանազանել, որն է երկնային մտածելակերպը, ինքը շարունակում է իր հին տարբերակներով իր խնդիրներին լուծում տալ եւ միշտ մտածում է երկրի վրայիններինը։ Բնականաբար Աստծո փառքից ընկած այս մարդը եւ հաճախակի է հայտնվում, ասենց ասեմ, մեղքի կամ սայթակելու ճանապարհին։ Աստվածային ուրեմն մտածելակերպ մեր մոտ գալիս է, երբ որ փնտրում ենք վերինները, երբ որ Աստծուն ենք փնտրում, Աստված մոտենում է մեզ։ Դրա համար ասում է վերևինները, երկնայինը փնտրեցեք եւ դրա վրա խորհեցեք, հա։ Նորից կարդանք, խնդրեցեք վերինները, որտեղ Քրիստոսն է նստում Աստծո աջ կողմը, վերինները մտածեցեք, ոչ թե երկրի վրայինները, հա։ Վերևինները մտածեցեք, ռուսերենում այդտեղ ռազմուշլայց է, խորհեցեք։ Աստվածային մտածելակերպը մեր մեջ կերտվում է աստիճանաբար, միանգամից չի լինում, քայլ առ քայլ, դա հարատևողական բնույթ ունի, բառ չեմ խոսում, հասկանալի է, չէ՞ ինչ եմ ասում, այսինքն նես չի, որ սենց մի անգամ գնացիր աղոթքի, գլխիդ մեջ լցվեց, դու դառար աստվածային մտածելակերպի մարդ, տենց չի, ամեն օր Աստծո գործը սենց է, քիչ, անընդհատ ներգործում է, անընդհատ, այսինքն ինչքան դու քեզ բերես Աստծո առաջ, ինչքան քո անոթը բերես Աստծո առաջ, այնքան Աստված լցնելու է, քանի դեռ տեղ կա, Աստված լցնելու է, եւ դու կամաց սկսելու ես աստվածային մտածելակերպ ձեռք բերել։ Գիտեք, շատ խնդիրներ կան, ընտանիքում խնդիրներ կան, հարս ու կիսուրի, չգիտեմ, փեսազոքանչ, խնդիրներ կան, որոնք որ մեկը մյուսի հետ են, մի օր մեկը մոտիկացավ Հիսուսին, նա ասեց, որ թող եղբայրս իմ հետ կիսի մեր հոր թողած հարստությունը, եւ Հիսուս ասեց, ով է ինձ ձեր մեջ բաժանող դրել, չեք կարում, այսինքն հասարակ հարցը դուք չեք կարողանում ձեր մեջ հարցերը լուծեք, բայց չէին կարողանում։ Շատ հարազատներ իրարից ընկած են դրա պատճառով։ Ես իրան գնացի, ես իրան այսքան տվի, ինքը իմին չեկավ, ինքը իմին չտվեց, ու գնաց, վիրավորվում են, նեղանում են, պատճառը Աստծուն չճանաչելն է, որովհետև Աստվածահաճո մարդը, Աստծուն ճանաչող մարդը, ինքը ճիշտ է մտածում եւ կարողանում է Քրիստոսի միտքը ունենալ։ Ես այդպես էլ գրել եմ իմ մոտ, որ ուզում եմ կարդամ։ Աստվածային մտքեր։ Այս սրա շուրջը խոսանք, հետո կանցնենք մարդկային մտքերի շուրջը, հա, մի քիչ խոսենք։ Առաջին Կորինթացիս 2:16 Որովհետև ով գիտած Տիրոջ միտքը, որ բան սովորեցի նրան, բայց մենք Քրիստոսի միտքը ունենք։ Գիտեք, Աստվածաշնչում գրած է, որ մենք Քրիստոսի միտքը ունենք։ Այսինքն հնարավոր է, որ մարդ Քրիստոսի պես մտածի։ Երբ որ մի խնդրի առաջ ես հանդիպել, ես հաճախակի լսում եմ, շփվում եմ մարդկանց հետ, երբ որ փորձում են իրանց կյանքում առաջացած խնդիրներին լուծում տան։ Մեկին հարցում եմ, ինչի ես այդպես անում, ասում եմ, որովհետև իմ ծնողներս էլ են այդպես արել, իմ պապս էլ այդպես արել, ես էլ եմ այդպես անում։ Այն մյուսին ասում եմ, ինչի ես այդպես անում, մի աղջիկ երեխա էր, որ ծխում էր, ասում եմ, ինչի ես ծխում, ասում է, բոլորը ծխում են, ես էլ եմ ծխում։
Գիտեք, մարդկանց գործողությունները հիմնականում կախված է հասարակության կարծիքից, հիմնականում։ Եվ երբ որ ասում ես ինչ ես տենց անում, ասում է բոլորը տենց են անում։ Ես ներողություն եմ խնդրում, ոչ մեկի չեմ դատապարտում, ով ոնց կարա, ով ոնց ուզում է, ես սովորությունների վրա չեմ ծանրաբեռնի, բայց իմ համար շատ անհասկանալի է։ Երբ որ մարդ Ռուսաստանում մահանում է, տանում են Հայաստան, բայց երբ որ Հայաստան մեռնում է, բերում են Ռուսաստան։ Այդ խեղճ մեռելներին ինչ եք տեսուդեն տանում, ինչ եք այդպես անում։ Հարգել, պատվել, հիշատակել, խնդիր չկա։ Բայց ի՞նչ տարբերություն, այնտեղ է թաղված, թե այստեղ է թաղված։ Ես էլ եմ ասում, դա ամեն մեկի գործն է, ընտանեկան ամեն մեկի հարցն է, ես տեղ չեմ խառնվի, բայց իմ մտածելակերպն եմ ասում։ Կարծեմ, թե ես էլ Տիրոջ հոգին ունեմ։ Կարելի է, օրինակ, ուզում եմ, որ այնտեղ հիշատակվի, չէ՞։ Ասենք մի բուռ հող եմ վերցնում, տանում եմ այնտեղ գերեզմանոցում, դնում նկարը խփում եմ գերեզմանոցին եւ ամեն անգամ հիշատակում եմ։ Խնդիր չկա, չէ՞։ Բայց իհարկե եկեղեցիներին այս մասին չի խոսվում, բայց պրոբլեմ է։ Օրինակ, երբ որ 300,000 դոլար կամ չգիտեմ մեծ գումարներ են ներդնում մի թաղում անելու համար, իմ համար անհասկանալի է։ Իհարկե պարզ չի։ Հարգանքը դրա մեջ չի, հա, հարգանքը ողջ ժամանակ նրան հարգիր, պատվիր, ներդիր, ծնողիդ պատվիր, հարգիր, քանի դեռ սաղա, մեռնելուց հետո ինչ որ անես, անում ես, որ քո անունը բարձր լինի, որովհետև մեռնողը գնաց։ Խնդրում եմ, ինձ ճիշտ հասկացեք, չեմ ուզում ստե ծայրահեղության գնանք, բայց նույն ձև է, ես շատ հարգանքով եմ վերաբերում նրանց, ովքեր որ հա, լավ հարսանիք են անում, լավ են անում, կարում են անում են, բայց չեմ հասկանում նրանց, ով հնարավորություն չունի ու էլի է ձև անում։ Իմ համար մեկը, ասենք մեկին ասացի ասավ, ինչով ենք պակաս մյուսներից, ումն է դես համատվում։ Ես ու Վեներան մեր տան ենք ամուսնացել, կարծեմ 6 զույգեր չենք։ Հա, Վեներ։ Մեջն է կարող է գնացել ամենաճոխ ռեստորանը, լավ արել, ինքն էլ է լավ արել։ Բայց եկեք չընկնենք դեպրեսիաների մեջ, մեր պարտքերի նեղությունների, մենք մեր գլխին սարքում ենք, փոս ենք քանդում, հետո ասում ենք բաստայից ոնց դուրս գանք։ Այո, հարազատներիցս մեկը հարսանիք արեց, երեխան 12 տարեկան էր, մինչև 12 տարեկան էր արդեն, դեռ պարտքերից չէր վերջացրել, դեռ շարունակում էր այդ պարտքերը վճարել։ Դա ինձ համար անհասկանալի։ Լավ, ես նորից եմ ուզում խոսել, մենք խոսում ենք աստվածային մտածելակերպի մասին։ Այն որ ասում է աղջիկդ ինչպես ամուսնացավ, ինչ տեղ անգել, ասում է շատ լավ, առավոտ արթնանում է, ոչ մի բան չի անում, քնած է իր համար, զիբիլը կիսրարն է տանում, խանութը կիսուրն է գնում, շատ լավ։ Ասում է բա տղետ էլ չէ փսակվեց, հարսդ ոնց է։ Ասում է սաղ օրը քնած է, զիբիլը մենք ենք տանում, բանը, գիտես, երբ որ մարդունը իրանն է, դատապարտողական է մոտիկան, որ բանը հարգանքով, երբ որ ուրիշինն է, դատապարտական։ Ես ասեմ, մենք կարիք ունենք փոխվելու, մեր մտքերը կարիք կա փոխվելու։ Երբ որ քո աղջիկը քնած է, եւ քո հարսն էլ է քնած, եւ ես օրինակ եմ ասում, ոչ մեկիդ նկատի չունեմ, հանկարծ կարող է մեկին բռնի, ներողություն եմ խնդրում, մտածում եմ էլի պատահական։ Եվ դու սրա վրա, հարսի վրա քար ես գցում, բայց աղջկատ վրա հասկացողությամբ ես մոտիկանում, որովհետև երեխան օգնած է։ Ներողություն, մտածի մի հատ, աստվածային տարբերակների վրա։ Տես ինչքանով ես ճիշտ անում։ Ուրեմն ամենակիչը այստեղից կարող ենք հասկանալ, որ մենք Քրիստոսի միտքը ունենք, ստե Պողոս Առաքյալն ասում, բերեք սենց ասեմ, մենք էլ կարող ենք աստվածային միտք ունենալ։ Հա, թե չէ։ Այո, մենք կարող ենք, հեսա մի համար էլ որ կարդամ կհամոզվենք։ Առաջին Հովանու 5:20-ը, սա արդեն բոլորիս է վերաբերվում,
Եվ գիտենք, որ Աստծո որդին եկավ եւ մեզ միտք տվավ, որ ճշմարիտը ճանաչենք։ Եվ ճշմարիտումն ենք, այսինքն նրա որդի Հիսուս Քրիստոսումը, նա է ճշմարիտ Աստված եւ ավետանական կյանք։ Գիտենք, որ Աստծո որդին եկավ եւ ինչ արեց, մեզ միտք տվեց։ Աստծո որդին եկավ, մեզ միտք տվեց։ Այսինքն մենք մինչև այդ չգիտեինք եւ եկավ միտք տվեց, որ ճշմարիտը ճանաչենք, որ ճշմարիտը ինչ որ ճիշտ է, ինչ որ ուղիղ է, հենց այդ իմանանք։ Առանց Քրիստոսի հայտնությամբ մենք չենք կարող ճշմարտությունը իմանալ։ Օրինակ, ով է ասել, որ գողանալ չի կարելի։ Որտեղից ենք դա հասկանում։ Պատվիրանները։ Բայց եկեք մի հատ բան էլ ասեմ։ Դրա համար պետությունն էլ ունի օրենք, որ դատապարտում է, չէ՞։ Այդ պետությունը, այդ մառալը որտեղից է վերցրել, եթե մառալ համարենք։ Այո։ Եվ մարդու մեջ դրված է, Աստծուց դրված բաներ կա, կարգ ու կանոն։ Օրինակ, եթե դու դրա համար, գողության համար քեզ կդատապարտեն, սպանության համար քեզ կդատապարտեն, կռապաշտության համար ոչ մի բան չեն անի։ Այս պետական օրենքներով։ Օրինակ, բամբասանքի համար մեկին դատել են, կռապաշտության համար, որ մեկը ասում է, ես մի կուրքա դրել պաշտում է։ Չէ։ Դրա համար, մեզ համար Քրիստոսի միտքը վերա ամեն մտքից եւ նրա բերած ճշմարտությունը վերա ամեն ճշմարտությունից։ Եթե աշխարհի մարդիկ կարող են խտրականությամբ իրանց միտքը կամ իրանց ճշմարտությունը ինչ որտեղ առաջ տանեն, Աստծո մոտ դա այդ տարբերակը չի անցնում։ Գիտեք ինչ եմ ուզում։ Այնպես չլինի, որ ապրենք այս աշխարհում, մի օր էլ գնանք Աստծո առաջ կանգնենք ու տենանք, որ ընդհանրապես կապ չունենք Աստծո հետ։ Սենց կոպիտ ասեմ, էլի, ապրենք ու գնանք ու ասենք քաշվեցինք։ Այն ոնց էր ասեմ, ավակ, վայ քո արա։ Գիտեք, ուզում եմ, որ ողջամտությունը պահենք, մի քիչ շուշուտ գնա, որտեղ քարոզը մի քիչ լայն է։ Ուրեմն մենք տեսանք, որ կա ով գիտած Տիրոջ միտքը, որովհետև մենք Քրիստոսի միտք ունենք։ Այսինքն ստեղից ամենակիչը հասկանում ենք, որ մարդը կարող է Քրիստոսի միտքը ունենալ։ Առաջին Հովանու 5:20-ը մենք տեսանք, որ գրած է. Աստծո որդին եկավ, միտք տվեց, որ ճշմարտությունը ճանաչենք։ Այսինքն Աստված կարող է մեզ նոր միտք տալ։ Աստված կարող է իր մտածելակերպը տալ մեզ։ Եվ էլի շատ համարներ կան, չեմ ուզում դրանց վրա խորանանք։ Բայց բերեք մի փոքր խոսենք մարդկային մտքերի մասին։ Մատթեոս 16:24 խոսքը։ Մատթեոս 16:24։ Եվ նա դառավ ասեց Պետրոսին. հետից գնա սատանա, Պետրոսին։ Այն Պետրոսին, որ մի քիչ առաջ ասեց, մարմինն ու արյունը քեզ չհայտնեց, այլ իմ հոգին։ Աստված իրան բան հայտնեց, միտ տվեց, հայտնեց։ Մի քիչ հետո Պետրոսը, ես մոտավորապես գիտեք ոնց եմ պատկերացնում, ասես ձեռը գցեց Հիսուսի ուսին, ասեց, արի գնանք բան եմ ասում։ Հիսուսն ասեց, ես պիտի չարչարվեմ, խաչվեմ, մեռնեմ, հարություն առնեմ։ Հիսուս ասեց, Տեր, խղճա քեզ, էլի, տենց բան մի արա, դու տենց հələ տենանքը տենց ասում։ Եվ նա դառավ ասեց Պետրոսին, մի քիչ խորը 22-ը 20 Պետրոսը նրան մի կողմ տանելով սկսեց նրան հանդիմանել ստեղ գրած է։ Ռուսերենին ասում է ու գավարի։ Հանդիմանել եւ ասել. Քավլիցի քեզ Տեր, այդ չլինի քեզ։ Ես Պետրոսին լավ եմ հասկանում։ Մարդկային ձևով էր մտածում։ Եվ տեսեք Հիսուսը ինչ ասեց։ Եվ նա դառավ ասեց Պետրոսին. հետից գնա սատանա, դու գայթակղություն ես ինձ, որովհետև դու միտք չես անում Աստծո, այլ մարդկանց բաներ։ Դու Աստծո բաները չես մտածում, այլ մարդկային բաներ ես մտածում։ Քո մտածելակերպը երկնային չի, քո մտածելակերպը երկրային է։ Գիտես,
Եթե դու Աստծո ներկայության մեջ չես վերստին ծնունդ չունես, դու չես կարող տարբերել որն է աստվածայինը, որը ոչ։ Շատ բարեգործներ կան այս օրերի մեջ, որ մի բարի գործ են անում, հեռուստատեսությամբ ցույց են տալիս, մենք էլ նայում ենք, հուզվում ենք, ասում ենք, արա, դե ինչ հալալ է, էլի հալալ է։ Ինձ մի քանի հոգի ասել են։ Բայց գիտեք, Հիսուս օրինակ իրանց համար ասաց, որ իրանք իրանց վարձքը ստացել են արդեն։ Լավ բան են անում, բայց իրանք իրանց վարձքը ստացել են։ Ես լավ աշխարհի ընկերներ եմ ունեցել, անկեղծ, որ միշտ եկել են, պատրաստ են եղել, իրանք իրանց, այն որ ասում է, խելագարի պես գան ունեն իմ պատճառով կռվի մեջ, այն երեխա ժամանակներս էլի։ Բայց աստվածային տարբերակները այդպիսին չի։ Լավ է, որ մեկը իր կյանքը տա իր անկերոջ համար։ Դա աստվածային է։ Բայց միշտ չի, որ դա կատարվում է հենց նրա համար, որ աստվածային տարբերակով է։ Օրինակ, մեկ այդպես է պահում, որպեսզի լավ անուն ձեռք բերի։ Նպատակ ամբողջ էսա, բայց աստվածային տարբերակը Աստծուն հաճեցնելն է։ Աստվածային տարբերակները նրա կամքը կատարելն է։ Եթե ասում չես ճանաչում, ոնց Աստծո կամքը կատարես։ Չեմ ասում վատ բան է, շատ լավ բան է, բայց աստվածայինը ավելին է։ Ասավ դու միտ չես անում Աստծո, այլ մարդկանց բաներն ես մտածում։ Պետրոսը վատ բաներ ասում։ Հիսուս ջան, չգնաս, չխացվես, չմեռնես։ Բայց ինքը չգիտեր Աստծո հավիտենական պլանն ու ծրագիրը։ Կարող են գնալ առաջ մի փոքր։ Մարդկային միտքը չի կարող մեկնաբանել Աստծո մտքերը։ Նորից, հա, մի հատ մտածենք, մարդկային միտքը, մարդկային մտածելակերպը չի կարող աստվածային մտքերը մեկնաբանել։ Ստայնեմ ինքը ինչ անելու, մեկնաբանելու է այնպես, ինչպես ինքն է հասկանում։ Ժողովուրդ ջան, ընդհանրապես մարդ ոնց մտածում է, ոնց մեկնաբանում է, այդպես էլ ապրում է։ Օրինակ բերեմ, որ հասկանալի լինի։ Ասենք, մի օր մեր տուն մարդիկ կային և սենց մի բան ասեցի, օրինակ, շատ քաղցր մի օգտագործի։ Ինչի համար, անհանգստացած են առողջության համար, գիտենալով, որ քաղցրը վնաս է։ Չէ՞։ Որ պեսոկը սպիտակ մահ են ասում։ Հիմա, են մյուսը կարող է մեկնաբանել, որ ես ինչ մարդ է, չի ուզում, որ ափսոսում է շաքարը ինձ համար, ափսոսում է պեսոկ ինձ համար, ափսոսում է, չգիտեմ, որ ես այս քաղցրից ուտեմ։ Չէ, ինձ որ ասում են քաղցր մի կեր, ես հասկանում եմ այդ մարդկանց, որ իրանք իմ լավն են ուզում։ Բա որ ես եմ ասում, որ սխալ չեմ անում։ Ափսոս չի։ Չէ, ոնց ես մեկնաբանում, եթե դու մեկնաբանում ես, որ ես քո համար ափսոսում եմ, դու կվիրավորվես ինձանից, հետո ես պետքա բացատրեմ, քեզ ասեմ, յա կհավատաս, յա չէ, չգիտեմ։ Բայց աստվածային տարբերակները ոնց ենք մենք մեկնաբանում, դրանից է կախված, թե որ մենք մեզ ոնց կպահենք։ Մի անգամ Հիսուսը ասեց, կարան կարդան, կարամանգիր ասեմ, փարիսեցիներին ասեց, աշակերտներին ասեց, զգուշ կացեք սադուկեցիների ու փարիսեցիների խմորից։ Տեսեք, իրանք մեկնաբանում են իրանց մեջ։ Տերը ուզում է ասի, որ մենք փարիսեցիների ու սադուկեցիների հացը չուտենք։ Հացը։ Ինքը ասում է զգուշ մնացեք նրանց խմորից, սրանք մեկնաբանում են, նրանց հացը չուտենք։ Հիմա հարց եմ տալիս։ Ճիշտ էին, երկնային էին մտածում, Քրիստոսի միտքը քիչ էին հասկանում։ Ու ասեցին, Հիսուսը հանդիմանեց աշակերտներին, ասեց, այդքան հացը ես չէի բազմացնում ձեզ տալի։ Չեք հասկանում, որ ես հացի համար չեմ ձեզ ասում։ Ես ձեզ ասում եմ, որ զգուշ մնաք նրանց վարդապետությունից։
որ չմոլորվեք, այո, իրանց վարդապետությունից չմոլորվեք։ Այսինքն Քրիստոսը բան էր ասում եւ դիմացիները, աշակերտները նույնիսկ սխալ էին հասկանում, քանի որ սխալ էին մեկնաբանում, բնականաբար սխալ էր ապրում էին։ Եվ Հիսուսը իրանց խրատում էր ու ասում էր, որ սովորենք։ Միտեղ ասում է, ես ձեզ երկրավոր բաներ ասեցի, չեք հասկանում, բա որ երկնավորն ասեմ։ Երկնային բաները խոսամ։ Ինչքան կարևոր է մեզ սովորենք երկնայինը, Քրիստոսի միտքը։ Այդ Մատթեոս 16:8-ից 10-րդ խոսքներ, ով որ գրում է, թող գրի այդ ինչ որ ասեցի։ Մարկոս 2:8-ում գրված է. Եվ Հիսուսը իր հոգու մեջ շուտով գիտած, թե իրանց սրտերում այսպես են միտկանում եւ ասեց նրանց. ինչու եք ձեր սրտերում այդ բանը մտածում։ Այսինքն երկնայինը քննում է երկրայինը, բայց երկրայինը չի կարող քննել երկնայինը։ Ով հասկացա։ Մենք կարող ենք երկնային մտածելակերպ ունենալ, ասում է հոգին ամեն բան քննում է։ Կարող ենք քննել եւ ինքը ոչ մեկից չի քննվում կամ հենց տենց է գրածա երկնային մտածելակերպը կարող է քննել ամեն բան, բարին ամուր բռնել, երկրայինը ոչ։ Եվ Հիսուսը երբ որ ասեց, ասում է նրանց սրտի մտածմունքները իմացավ, ուղղակի երեք եղբայրականի որ սրա շուրջը շատ եմ խոսել, այս մտքի շուրջը շատ չեմ ուզում ծավալվել, բայց երբ որ Էմաուսի ճանապարհին էին, Քրիստոսը մոտեցավ նրանց։ Եվ գիտեք, երբ որ Քրիստոսը մոտիկացավ իրանց հետ խոսում էր, ասում է նրանց աչքերը բռնված էր, որ չճանաչեն նրան։ Բայց երբ որ մտան տուն, հացը տվեց իրանց, նրանց աչքերը բացվեց, նրանք ճանաչեցին Հիսուսին, եւ երբ որ ասում է Հիսուսը գրքերը բացեց, նրանց մտքերը լուսաբանվեց։ Երբ որ գրքերը լսեցին, նրանց մտքերը բացվեց։ Ինչպես ենք մտածում։ Ուրեմն ես մի քանի պունկտեր թվարկեմ, որից հետո կգամ նոր ավարտին։ 6 պունկտ է, շատ լավ։ Առաջինը կոչվում է կույր միտք։ Սուրբ գրքում այդ մասին գրած է 2 Կորինթացիս 3:14, որ մարդու միտքը կարա կույր լինի։ Ինչ է դա իրանից ներկայացնում։ Բերեք կարդանք, բայց նրանց միտքը կույրացավ, որ մինչև այսօր օրվա օրը այն քողը մնում է 5 կտակարան կարտացողների վրա, վեր չառնված, որովհետև Քրիստոսով խափանվում է։ Այսինքն նրանց միտքը կույրացավ, որ Սուրբ Գիրքը կարդում են, 5 կտակարանը կարդում են, չեն կարողանում միտք առնել, չի լուսաբանվում իրանց մտքերը։ Նրանց միտքը կուրացավ, որ մինչև այսօրվա օրը այն քողը մնում է 5 կտակարանը կարդացողների վրա։ Այսինքն, եթե այդ քողը չվերցվի, մարդու միտքը կարա կույրանալ։ Կույր միտքը նա է, երբ որ գրքերը չի հասկանում, երբ որ չի մեկնաբանվում։ Երբ կուրանում է մարդու միտքը, սկսում է տրտնջալ, դա ուզում եմ հիշես։ Եվ խնդիրների լուծումը տեսնում է անաստվածային տարբերակներով։ Երբ որ մարդու միտքը կույրացած է, սկսում է տրտնջալ։ Եթե մեկին տենում եք տրտնջալուց, ուրեմն միտքը կույրացած է։ Հենց միտքը լուսաբանվել չի տրտնջալ։ Որովհետև վախճանը չի տեսնում, կատարվածի եղելության վերջը չի տեսնում, այլ այդ պահն է տեսնում։ Եվ ոչ միայն տրտնջալը, բողոքել, բամբասել, դրանք բոլորը միասին տրտնջ եմ գրել։ Այո, բայց երբ որ ուսումնասիրում ես, մի փոքր անցնում է ժամանակ, մեկին մի հավատացյալի դիագնոզ են դնում, գնում է բժշկի, ուրեմն ստուգում են, ասում է բժիշկը, որ ներողություն, չարվորակ ուռոց կա, ձեզ մնացել ապրեք 1 ամիս մաքսիմում։ Նեղվում է, բողոքում, բորբոքվում, ուրեմն անարգում է բժշկին դուրս գալի հավատքից, Աստծուն էլ վիրավորում, Աստծուց հեռանում, գալիս է տուն մի որոշ ժամանակ հետո,
բժիշկը զանգում ասում է կներեք, էլի ձեր դիագնոզը ձեր բոլորը նորմալ է եկել, ուղղակի մենք շփոթել էինք, ուրիշի դիագնոզ էինք ձեզ ասել։ Ուրիշի քարտն էինք վերցրել ձեր անվան տակ։ Դու պատկերացնում ես ինչքան ահավոր այս մարդու վիճակը։ Աստված այսպես հաճախակի շատերի մատ անում։ Ես որ ասացի, նրանց աչքերը բռնված էր եւ Քրիստոսին չէին ճանաչում, երեք այդ մասին խոսեցի։ Պատկերացնում ես, մի օր կգա, որ Քրիստոսը դա հարությունից հետո էր։ Դա նես չի, որ մինչև հարությունից հետո էր։ Պատկերացնում եք, Քրիստոսը նույնպես այսօր, ասենք 15 անգամ քո կյանքում եկել է, բայց քանի որ քո աչքերը բռնված է, դու իրան չես ճանաչում։ Եվ քանի անգամ մոտեցել է, քեզ քո հետ խոսել է, ու եթե դու իմանայիր, որ նա Քրիստոսն է, գիտեք թե ինքը անծանոթի դեմքով է գալու։ Նա կարող է քո մտերիմի, քո հարազատի դեմքով էլ հայտնվել քեզ։ Թող Տերը օրհնի ձեզ, երբ որ միտքդ կբացվի, սկսես գրքերը հասկանալ։ Դա շատ կարևոր է։ Ուրեմն մյուս բանը, որ կոչվում էր, ուրեմն ասացինք կույր միտք, մյուսը ասացինք ուրեմն ապականված միտք։ Սրա վրա եմ ուզում խոսենք։ Այդ ապականված մտքին ասում եմ նաև հիվանդ միտք։ Ցավալիորեն ապականված, ռուսերեն ոնց էր այդ բառը, поврежденный ում, հա, վնասված։ Երկրորդ Կորինթացիս 11:3-ը։ 11:3 Բայց վախենում եմ, միգուցե ինչպես օձը իր խորամանկությամբ խաբեց Եվային, այնպես էլ ձեր միտքն ապականվի այն միամտությունից, որ Քրիստոսումն է։ Միգուցե ձեր միտքը ապականվի։ Որտեւ այդ ապականող ով է, ասում է ինչպես օձը Եվայի միտքը ապականեց, սատանան ինչպես Եվայի միտքը, այնպես էլ ապականվի ձեր միտքը։ Լսեք, ապականվող միտքը կամ հիվանդ միտքը, ես սովորաբար ասում եմ, դա արտահայտվում է այս աշխարհի խոսակցականով շիզոֆրենիան է։ Ցավալիորեն, երբ որ մարդու միտքը ապականված է, մարդու միտքը հիվանդ է, ձեռք է բերում շիզոֆրենիա հիվանդություն։ Դրանք տարբեր են լինում, տարբեր կերպերով է արտահայտվում, տարբեր տեսակի։ Օրինակ, նաև դրան զուգահեռ տարել եմ, որ ինձ համար как минимум այդպես է, խանդը էդի շիզոֆրենիայի էլի մի տեսակ է, աննորմալ խանդը։ Ես չգիտեմ ինչպես ասեմ, որ կարիք կա այդ հիվանդ միտքը բժշկելու։ Դու լսում եք, հա, ինձ հետ եք, հա, ժողովուրդ ջան։ Ինչի համար պետքա մարդու մեջ տարբեր վախեր լինի, տարբեր շփոթմունքներ լինի։ Ես գրել եմ ֆոբիաներ են դրանք, երբ որ մարդու միտքը հիվանդանում է, սկսում է տարբեր վախերի եւ տարբեր տեսակի խանդերի եւ տարբեր վիճակների մեջ հայտնվել։ Նույնիսկ ուզում եմ ասեմ, շատ հոգեբանների միտքը հիվանդ է։ Աշխարհի հոգեբանները, շատ աշխարհիկ հոգեբաններ, իրանք անաստվածային տարբերակներ են առաջարկում խնդիրները լուծելու համար։ Հա, շատ հոգեբանների, այս աշխարհի հոգեբանների մոտ հիվանդ մտածելակերպ կա։ Դրա համար ես միշտ չէ որ խորհուրդ եմ տալի, իրանք հոգեբանները հենց իրանք շատ կարիք ունեն դիմելու ճիշտ հոգեբանների, աստվածային քրիստոնեական հոգեբանների, որպեսզի կարողանան նրանց օգնել։ Ավելին ասեմ, Գրիշ ջան, շատերն են հիվանդացած դրանով։ Օրինակ, խնդիրներին գիտեք ինչ լուծում են տալիս։ Չգիտեմ, ստեղից դրա ժամն է խոսանք թե չէ, բայց պրոբլեմը առաջացել, մարդուկին բաժանվել են, խորհուրդ է տալիս, ասում է, կարևոր չի երեք ինչ ա եղել, դու այսօր ես ապրում, սա այսօրվա հոգեբանների մտածելակերպն է, դու այսօր ես ապրում, դու այն անցյալը թողած, այսօր ես ապրում, սա կարծես թե գիտես ինչ, արտաքին մի հատ սենց
բանա էլի դեղա կսեցին անցա, բայց ոչ։ Անցյալի սխալները, անցյալում կատարված շատ սխալներ կան, որ առանց ապաշխարության դա ընդհանուր կրկնվելու է եւ միշտ բորբոքվելու է։ Դա բուժումը չի։ Արտաքին ցավերը հանգստացնելը դա դեռ բուժումը չի։ Արմատն է պետք բուժել, արմատից կտրել, որպեսզի մարդը կարողանա ամբողջովին բժշկվի։ Օրինակ, հասկանում եք, մենք ասացինք Աստծո որդին եկել է, մեզ միտք է տվել, որ ճշմարտությունը ճանաչենք։ Այդ որ ճշմարտության մասին է։ Ասենք հարցնում եմ, ասում եմ, ինչի՞ ես այդպես անում, որովհետև մեր թաղումը տենց են որոշել, մեր մեծերը տենց են որոշել, մեր ազգային սովորությունը այդպես է։ Բայց եթե դա հակառակ է Աստծո խոսքին, դա հակառակ աստվածային տարբերակների, ներողություն, մի կողմ դիր, ինչ ես անում։ Աստվածաշունչը մենակ հայերի համար չի գրված, ժողովուրդ ամբողջ աշխարհի համար է գրված։ Եվ ազգային արժեքները չեն կարող գան եւ զբաղացնեն աստվածային տեղերը։ Այն ինչ որ Աստծո պետքա լինի։ Որոշ բաներ կա հրաժարվում եմ անեմ։ Որոշ բան կա, չէ, ոչ մի վտանգ չի սպառնում։ Հիմա գնացել ես թաղում, ասենք ինչ որ մեկի հիշատակին խոսք են ասում, բոլորը վեր են կենում կանգնեն, դու էլ վեր կաց կանգնի հարգելու այդ մարդու հիշատակը։ Բայց բոլորը խմում են։ Ու մեկն էլ անպայման, դա շատ հարսանիքներին ավելի շատ։ Մեկը անպայման բաժակը ծառը գալիս է անպայման կպած ասում, քո հետ պետք է խմեմ։ Արա այդ ցավտանեմ, չեմ խմում։ Գիտես այն կողքինը, հա, այն կողքինը, գիտես այն կողքինը խնդիր չունի։ Այն կողքինը ուզում է իր հետ խմի, բայց հետը խմող չկա։ Բայց դու որ հավատացյալ ես, դու որ Աստծո մարդ ես, անպայման ուզում ես քո հետ խմի։ Ահա աղբեր ջան, կարամ դու ուրեմն ինչ չես հարգում, կարամ քեզ հարգեմ, բայց չխմեմ։ Ներողություն, ես մտածելակերպի ազգային սովորությունների, հա, որոշ բաներ եմ ասում։ Մենք ունենք շատ լավ բաներ, հա։ Մենք տեսեք, սիրում ենք հյուրասիրել եւ այլն, մտածելակերպ է, որ Հայաստան մենք մի օտարազգի ենք տենում, այն վերջի կամպոտներն ու մուրաբաները հանում ենք դնում առաջին, ամենից հյուրասիրում ենք, ուզում ենք ցույց տանք, որ մենք լավ ազգ ենք, մենք լավն ենք, չես հասկանում, որ մենք լավն ենք, ամեն ինչ տանք քեզ։ Բայց այդ գիշեր երեխան ամբողջ գիշեր լացեց, որ մուրաբեն բացես, տենց էլ չբացեցիր։ Հաջորդ բանը, որ ուզում եի ասել, որ շատ մտքեր, որը կոչվում է պղծված միտք, 4-րդ կետներ, չէ՞ դա, թե երրորդը, հա, պղծված միտք։ Տիտոսի 1:15-ը, եթե դժվար չի բացանենք, ամեն բան սուրբ է սուրբերին, բայց պիղծերին եւ անհավատներին ոչ մի բան սուրբ չէ, այլ պղծված է նրանց միտքը։ Եվ խորհուրդները։ Պղծված է նրանց միտքը։ Ինչն է պղծվում, ինչն է պղծում մարդու միտքը։ Միանգամից ուզում եմ ասեմ, մեղքը։ Էսա 10 տարուց ավել է ասում եմ, եթե սազգը պատժվելու է, դա պատժվել է նրա պատճառով, որ այդքան հայոյում է։ Ես իհարկե մեր ազգին չէ, ռուսականին ասեցի, մի քիչ ավելի համարձակ ռուսականին ասեցի, որովհետև իրանց մոտ այդ խնդիրը կա, ասենք ռուս ազգի մոտ կա, որ ասում են, որ մեկին ասում եմ, ինչի՞ եք այդքան հայոյում, ասում է դա մեր մշակույթն է։ Ոչ, դա սուտ է։ Ոչ մի ազգի մշակույթի մեջ այդպիսի բան չկա։ Դա սատանան է պղծել իրանց մտքերը։ Գիտեք, դրանք ես լսել եմ, չգիտեմ ինչքանով է ճիշտ, որ երբ որ ուզել են մի ազգի պատերազմ ա եղել, սկզբից կախարդներին կանչել են, բարձրացել են սարերի վրա եւ սկսել են պիղծ հայոյանքներ տալ, այդպես դա եղել է անեծքի եւ դիվական ուժերի ներգործում այդ քաղաքի վրա։ Եվ երբ որ այդպես են արել, պիղծ հայոյանքներ են տվել կախարդները եւ ել եմ ասում նմանատիպ չարաձեի էլ ռուսեն, երբ որ նրանք այդպես են արել, ուրեմն սրանից հետո այս հայոյանքները նաեւ սրանք անցել է մարդկանց կյանքի մեջ։ Եվ սա պղծություն է, պղծված միտք է, եւ ամեն անգամ, երբ որ նման պիղծ բաներ են գալիս, մարդու միտքը ապականում են, ավիրում են։ Միտեղ լսեցի, որ ասում է ինչպես պաշտպանենք մեր մտքերը։
հիշում եմ, անցյալում տենց են ասում շատ թրջուններ են անցնում, թող գան թռնեն գնան, շատ մտքեր են գալի, թող գան թռնեն գնան, ասենք դու չես կար անենց անես, որ այդ միտքը չգա, այդ միտքը գալիս էլա, թող գա գնա, բաց թող դո գնա, բայց երբ որ գալիս է, ասում այդ թրջունները գլխիդ մեջ բուն են դնում, հետո սկսում են ձու դնել, հետո ճտերն են դուրս գալիս եւ այսպես մարդու մեջ սկսում է բնակությունը, մարդու մտքի մեջ բնակությունը հաստատվում։ Մենք կարիք ունենք, ել եմ ասում, որ մեր մտքերը պաշտպանենք ամեն պիղծ մտքերից եւ չթողնենք, որ մեր միտքը պղծվի, որևիցե ուժ, որևիցե դիվական ներգործություն, չթողնենք, որ այդպես լինի։ Ես նույնիսկ ասեմ ավելին, ես չեմ հանդուրժում, կամ եթե պետք է խոսել ակուրատնի բացատրում եմ, որ չայու են, կամ թողնում եմ հեռանում եմ։ Ձեր մտքերը պահեցեք սրբության հոգով։ Ուրեմն ասացինք ինչա, 4-րդն էր, չէ՞ դա։ 3-րդն էր կույր միտք, ապականված միտք, պղծված միտք։ 4-րդը 5-ը իրար հետ եմ ուզում ասեմ։ Միտքը բռնված է կամ 5-ն էլ իրար հետ ասենք։ Կոչվում է միտքը բացվեց, գրքերը հասկացան։ Այս միտքը բռնված միտք եւ բացված միտք։ Դա նման է սրան, որ դուռը բացա թե փակա։ Ասացի, որ երբ որ քո այգու այդ զաբորը, ասենք այդ ցանկը քանդված է, ամեն անասուն կմտնի տեղ։ Դրա համար ասում եմ, ձեր մտքի մեջ կգոտեպնդեցեք։ Ձեր մտքի մեջ կգոտեպնդեցեք, գոտին կապեցեք, որ ամեն միտ չգա մտնի այդտեղ։ Իմ գլուխը պիղծ մտքերի վայր չի։ Իմ գլուխը պետք է ես մտքերս ազատ արձակեմ, որ կապված չլինի։ Երբ որ բռնված է լինում մարդու միտքը, եթե դժվար չի Ղուկաս 24:45-ը խոսենք, այն ժամանակ նրանց միտքը բացվեց, որ գրքերը իմանան։ Մի հատ sense բան ասեմ, իսկ եթե միտքը բացվեց, ռուսերենում ոնց որ դուռը բացվեց, ատվերսիա բառն է, էլի, ոնց որ եթե միտքը բացվեց, ուրեմն միջև այդ ինչ էր, փակ էր, բռնած էր։ Մի քիչ սրա վրա ուզում մտածենք, ինչ է նշանակում միտքը փակ է կամ կապված է, որ եթե Աստված չբացի, միշտ կապված կմնա։ Շատ կյանքում արժեքավոր բաներ կան, որ մարդիկ չգիտեն, չգիտենալու պատճառով հավասար է, որ չունեն։ Ինչքան կարևոր է, որ Քրիստոսը մեր միտքը լուսավորի, մեր միտքը բացի, որ կարողանանք տեսնել։ Բռնված կամ կապված մտքեր կան, որոնք որ սենց ռուսերեն լինում է զապինաժ, կրկնվող մեղքեր, անընդհատ ոնց որ մարդը կարուսել ընկած լինի, եթե այդ մտքից կապված է, անընդհատ կրկնվում է, դա կրկնվում է, անընդհատ նույն կալիսոնա, նույն ձևի ֆռում է անընդհատ մարդու մեջ։ Պետք չի, որ մարդու միտքը ուրիշ բանից կապված լինի, բացի Աստծո խոսքից։ Ոչ մի բանից բռնված մի եղի։ Պողոս առաքյալը ասում է, որ գիտես Տիրոջ համար կապված ես կամ բռնված է կամ սենց ասեմ, քանի որ ինքը բանտում էր, կապված էր այդ հարցում։ Եթե նպատակ ունես, եթե մի նպատակի ես ուզում գնաս հասնես, եթե այդ միտքը քեզ բռնել է, դու գնալու ես հասնելու ես։ Եթե չար նպատակ ունես, ես ասում եմ, եթե քո մոտ չի էլ ստացվում, սատանան կստեղծի պայմաններ, որ դրան հասնես։ Հեզաբելը կգա անպայման օգնության, հա, ով գիտե այդ պատմությունը։ Հեզաբելը անպայման կհասցնի քեզ, օգնի քեզ դրան հասցնելու։ Եթե չար նպատակներ ունես, բայց լավ է, որ չթողնես, որ քո մեջ հղիանա այդ մտքերը, այդ սխալ մտքերը, որովհետև եթե չար ուղղություն ես քո մտքում վերցրել, դու գնալու ես մինչև վերջ։ Բայց եթե աստվածային միտք է եկել,
լավա որ դրանից կապված լինես եւ նպատակաուղղված լինես Աստծո կամքը կատարելու։ 6-ը կոչվում է ուրեմն մի քիչ դրական խոսենք, հա։ Մաքուր միտք լուսավորված։ 2 Պետրոս 3:1-ն է։ Սիրելիներ, սա արդեն երկրորդ թուղթն եմ գրում ձեզ, որոնցով ձեր մաքուր միտքը հիշեցնելով զարթնեցնեմ։ Ձեր մաքուր միտքը ինչ անեմ, զարթնեցնեմ, այսինքն միտքը կարող է քնած լինել, հանկարծ մեկը զարթնացնի քեզ, այ ախպեր, զարթնի տես ուր ես էթում, զարթնի տես ինչ է կատարվում, գիտես, երբ որ միտքդ թմրում է, հոգևոր աշխարհում կարող ես քնել, իրականության հետ կապ չունենալ, դու երազներ եք տեսնում քնած ժամանակ, հոգևոր իմաստով եմ ասում, այսինքն սկսում ես տեսնել բաներ, որոնք որ Աստված չի քեզ ցույց տվել, եւ գնում ես քո այդ բռնած մտքի հետևից, այդ նման է որ անտառում մի կծիկ ես շպրտել ու գնում ես հետևից, թե որտեղ կհասնի, հետևից գնում ես, բայց միտեղ գործերը գտար, արդեն մեկ էլ պետք է կարաս հետ գաս։ Ավարտում եմ Սաղմոս 77:12-ով։ Եվ քննում եմ քո ամեն գործերը եւ միտք եմ առնում քո արածներից։ Այսի արդեն ուզում եմ մի քիչ մտածենք։ Երբ որ սկսում ենք Աստծո գործերը քննել, երբ որ սկսում ենք Աստծո գործերի վրա մտածել, գիշեր ու ցերեկ ասում նրա վրա եմ մտածում, խորհում եմ դրա շուրջը, միտք եմ անում, երբ որ քո գործերի վրա եմ մտածում, ասեմ, եւ միտք եմ առնում քո արածները, բայց քանի դեռ չէի մտածում, քանի դեռ չէի քննում Աստծո գործը, միտք չէի առնում, բայց հենց սկսեցի քննել, սովորենք քննել, սովորենք քննել Աստծո գործերը, ոչ թե իրար քննադատենք, այլ քննել Աստծո գործը, քննել Աստծո խոսքը, քննել նրա կամքը, երբ որ սկսում ենք քննել, սկսում ենք միտք առնել։ Ժողովուրդ ջան, ընդհանրապես Աստծո կամքը, Աստծո միտքը բացի այն, որ մենք կարող ենք քարոզ լսել, կարող ենք կարդալ, նաև կարող ենք իրար հետ հաղորդակցվել, քննարկել, ոչ թե քննադատել, այլ քննարկել բառն է։ Եվ այդ ժամանակ միտքդ սկսում է ճիշտ աշխատել, եւ այդ ժամանակ սկսում ես հայտնություններ ստանալ։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ, եկեք կանգնենք աղոթքի։